Մտամոլոր հեռախոսը ձեռքին Էմանուել Մակրոնը միայնակ քայլում է Փարիզում։ Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը խորանում է, հերթական վարչապետն է հրաժարական տվել։ Այսօր առավոտյան է Սեբաստիեն Լքորնյուն թողել վարչապետի պաշտոնը, ընդամենը 27 օր պաշտոնավարելուց հետո։ Մակրոնի մերձավոր զինակիցը վարչապետական ամենակարճ կյանքն ունեցած գործիչն է։ Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության մեջ ոչ մի վարչապետ այդքան քիչ չի պաշտոնավարել։ Վերջին 2 տարում 5 վարչապետ են փոխել ֆրանսիացիները։ Պայմանները չեն բավարարում, որպեսզի կարողանամ իրականացնել վարչապետի գործառույթները եւ հնարավորություն ունենամ կառավարության կազմը ներկայացնել խորհրդարան։ Այսօր սպասվում էր նոր կառավարության առաջին նիստը, իսկ վաղը կաբինետի նոր կազմը պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացվեր։ Լքորնյուի կառավարությունում գրեթե բոլոր նախարարները պահպանել էին իրենց պորտֆելները։ Փոփոխություններն աննշան էին, եւ դա դուր չէր եկել ոչ աչերին, ոչ էլ ձախերին։ Աջ ծայրահեղական ազգային միավորում կուսակցությունը կոչ է արել խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել։ Միակ ողջամիտ որոշումն այս իրավիճակում, որը նախատեսված է հանրապետության սահմանադրությամբ, քվեատուփերի մոտ վերադառնալն է, որ ֆրանսիացիները ուղղություն ցույց տան։ Անհնազանդ Ֆրանսիա ձախակողմյան կուսակցության առաջնորդը համոզմունք է հայտնել, որ իր բառերով աննախադեպ քաոսի պատճառը Էմանուել Մակրոնն է ու առաջարկել է իմպիչմենթի ենթարկել նախագահին։ Իմպիչմենթը ցանկալի է եւ ուրեմն պետք է լինի հնարավոր։ Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը սկսվեց անցած տարվա հուլիսից, երբ նախագահ Մակրոնը ցրեց խորհրդարանը եւ նոր ընտրություն նշանակեց։ Այն ժամանակ նախագահի կուսակցությունը պարտվեց ծայրահեղ ձախերին եւ սոցիալիստներին միավորող նոր ժողովրդական ճակատ դաշինքին։ Սակայն ընտրություններում հաղթած ձախերին այդպես էլ չհաջողվեց վարչապետի թեկնածու առաջադրել։ Վարչապետի թեկնածության հարցը բարդացնում էր այն, որ խորհրդարան անցած 3 հիմնական ուժերը, այդ թվում ծայրահեղ աջերը, 2024-ին չէին կարողացել մեծամասնություն կազմել խորհրդարանում։ Թերեզա Կադաևչյան, Էլեն Յահինյան, Հայլուժ։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։